Եվ այսպես վարչապետը հայտարարել է եկեղեցու բարենորոգման մեկնարկի մասին։ Facebook-ի էջում Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ մի քանի ժամ քննարկել եւ համաձայնեցրել են Հայաստանյայից առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզի տեքստը։ Ըստ հայտարարության սահմանված կարգով պետք է տեղի ունենա ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություն։ Փաշինյանն ու եպիսկոպոսները եկեղեցու հետևորդներին կոչ են արել աջակցել ու միանալ իրենց ծրագրին։ Հայտարարում ենք Հայաստանյայից առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման մեկնարկի մասին, որը կիրականացվի հետևյալ ճանապարհային քարտեզով։ Առաջին, բարենորոգման օրակարգի հանրահռչակում։ Երկրորդ, Հայաստանյայից առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետի հեռացում, հանգստի կոչում։ Երրորդ, սահմանված կարգով կաթողիկոսական տեղապահի ընտրություն։ Չորրորդ, Հայաստանյայից առաքելական Սուրբ եկեղեցու կանոնադրության ընդունում։ Կանոնադրությամբ պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարևարքության ապահովման կառուցակարգեր։ Հինգերորդ, սահմանված կարգով ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություն։ Հայաստանյայից առաքելական Սուրբ եկեղեցու հոգևորականած դասի և բոլոր հետևորդներին կոչ ենք անում աջակցել, միանալ եկեղեցու բարենորոգմանը, համախմբվել այս նպատակի շուրջ, հանուն Հայաստանյայից առաքելական Սուրբ եկեղեցու, հանուն Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի։ Մենք ներքոստորագրյալներս ձևավորում ենք համակարգող խորհուրդ, որին վերապահում ենք Հայաստանյայից առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման կազմակերպչական գործառույթներ։ Սույն կազմը կարող է ընդլայնվել համակարգող խորհրդի միաձայնությամբ։ Ռուբեն Վարդանյանն է ուղերձել Բաքվի բանտից շնորհակալություն հայտնել բոլորի մտքերի, զգացմունքների, հույզերի, նամակների, ցանկությունների համար։ Ձայնագրությունը Facebook-յան էջում հրապարակել է Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մանեթ Հանդիլյանը։ Մեջբերում է. Ես դրանից շատ լավ եմ զգում, ջերմություն եմ ստանում դրանցից։ Ուզում եմ բոլորին տոնական տրամադրություն մաղթել։ Ինչ որ միտեղ կարդացել եմ, որ ամենակարևոր ճամփորդությունն ինքդ քո ներսում ճանապարհորդությունն է։ Ինչքան շատ ես ուրախանում եւ կարողանում այդ ուրախությունը փոխանցել ուրիշներին, այնքան ուժեղանում ես։ Պահպանեք տոնական տրամադրությունը, հրաշքի զգացողությունը ձեր եւ երեխաների մեջ։ Ինչ որ նոր բանի սպասում է։ Եթե ժամանակ եք ունենում, նայեք մանկական ֆիլմեր, մուլտֆիլմեր, հեքիաթներ եւ մի ամաչեք երեխա լինելուց։ Մենք կորցրել ենք հավատն առ Աստված եւ հավատն ինքներս մեջ նկատմամբ։ Շատ դժվար է այս աշխարհում մնալ ինչպիսին կաս, երբ չունես հենման կետ։ Ցանկանում եմ, որ բոլորդ ունենաք այդ հենման կետը։ Ուզում եմ ասել, որ ինձ հետ ամեն ինչ լավ է։ Շնորհավորում եմ բոլորի տոները, շնորհակալ եմ բոլորիդ։ Մեջբերման ավարտ։ Եվ այսպես հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը։ Եկեղեցիներում մատուցվել է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվել ջրօրհնեքի կարգ։ Ըստ ավանդույթի խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը։ Խաչով ապա մյուրոնով օրհնվում է ջուրն ու հավատացյալները այդ ջրից տուն են տանում որպես օրհնություն ու դեղ հիվանդների համար։ Առավոտյան վարչապետը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցել է պատարագի։ Ներկա են եղել նաև նախագահը, ազգային ժողովի ղեկավարն ու այլ պաշտոնյաներ։ Գեցո Տերը ողորմյա, պահպանյա ըզմես Քրիստոս Աստված մեր, ընդհովանյավ Սուրբ և պատվական խաչի քոյի խաղաղության, փրկյա ազատ երևել և աներևույթ շնամվույն, աժանավորյա գոթյան փառավորելս քեզ ընդհոր և ընդհոգվույթ սրբո, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն։ Օրհնյալ եղերուկ իշնորհած Սուրբ Հոգվույն, երթակի խաղաղության եւ Տերն մեր Հիսուս Քրիստոս եղիցին ձեզ եւ ընդամենես յանսս ամեն Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։
Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Ձեզ եւ մեզ մեծ ավետիս։ Պատարագից հետո մեկնարկել է ուխտեր դեպի Սուրբ Կաթողիկե եկեղեցի երթիավարտի Նիկոլ Փաշինյանը եկեղեցու Բաքում ելույթում խոսել է խաղաղության մասին, նշել, որ ինքներս պետք է ստեղծենք խաղաղությունն այսօր, քայլել են ասելու, որ գնում են Քրիստոսի պատգամի հետևից։ Քրիստոնեական եւ պետական հանգրվանից պետք է նորոգվել, առերեսվել մեր անցած ճանապարհի հետ, կայացնել որոշումներ, ասել է Փաշինյանը։ Մենք այսօր նաեւ արձանագրում ենք, որ ահա այս հանգրվանից, քրիստոնեական եւ պետական այս հանգրվանից մեզ պետք է նորոգվել, մեզ պետք է առերեսվել մեր անցած ճանապարհի եւ մեզ պետք է կայացնել որոշումներ։ Այսօր եւ ոչ միայն այսօր մենք կանգնած ենք մի իրավիճակի առաջ, երբ մեր հարազատ, մեր սրբության սրբոց Հայաստանյա ծառայելական Սուրբ եկեղեցին ոմանք փորձ են անում օգտագործել որպես հենման կետ Հայաստանի Հանրապետության դեմ գործելու համար։ Մենք այսօր այստեղ հավաքված ենք ասելու առաջին, այսօր շատ են ասում, թե կառավարությունը գործում է եկեղեցու դեմ։ Կառավարությունը չի գործել, չի գործում եւ երբեք չի կարող գործել եկեղեցու դեմ, որովհետեւ կառավարությունը Հայաստանյա ծառայելական Սուրբ եկեղեցու հետևորդ է։ Մենք ընդամենը եկել ենք արձանագրելու, որ ոմանք փորձ են անում որպես հենակետ օգտագործել Հայաստանյա ծառայելական Սուրբ եկեղեցին օգտագործելու պետության դեմ։ Եվ ես, որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված վարչապետ ասում եմ, որ մենք դա թույլ չենք տալու։ Եվ այն մարդիկ, ովքեր եկեղեցին հասցրել են այս կետին, որ այն հնարավորություն լինի ոմանց մտքով անցնել, որ կարելի է օգտագործել որպես հենակետ ընդդեմ Հայաստանի Հանրապետության, այս մարդիկ հենց մեր եկեղեցու կարգի համաձայն հերձված են դարձել։ Ես ուզում եմ ասել, որ ցավոք այսօր եկեղեցու փաստացի պետը եւ իր վերնախավը, իր ձևավորած նեղ շրջապատը ըստ էության մենք պետք է արձանագրենք, որ աղանդավորական տրամաբանության մեջ են, հերձվածի մեջ են։ Սա նշանակում է, որ մենք մեր եկեղեցին, Հայաստանյա ծառայելական Սուրբ եկեղեցին պետք է ազատենք հերձվածից։ Մենք եկեղեցին պետք է վերադարձնենք ժողովրդին։ Մայրաթոռում եւս մարդաշատ էր, պատարագին մասնակցել են բազմաթիվ քաղաքացիներ, նաեւ ընդդիմադիր քաղաքական գործիչներ։ Ձերսիմ եւ շուրջ եղեց սեղանով քուֆտեր։ Դա տարա ինձ դես, ես համբծության իմուն գնացի, իքես ուսացա Տեր, զիմի եղեց հիվանդ։ Փառքոր եւ Որդվո եւ Օգուին Սրբո, այժմ է միշտ եւ ավիտյանս հավիտենից ամեն։
Լարված վիճակ էր Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում Տեր Հայկ Քահանա Սահակյանին թույլ չեն տվել մուտք գործել եկեղեցի։ Հիշեցնեմ, ավելի վաղ Թալինի քաղաքապետը հայտարարել էր, որ այսօր եկեղեցում պատարագ է մատուցելու կարգալույծ եղած քահանա Տեր Թադեն։ Քաղաքապետ Տավրոս Սափեյանը հայտարարել է, որ թույլ չեն տալու, որ Տեր Հայկը եկեղեցի ոտք դնի, քանի որ Սուրբ Ծննդյան պատարագը պատրաստվում է անցկացնել Տեր Թադեն։ Այլ թեմաներ, նախորդ տարին պատմական է որակում Ադրբեջանի նախագահը, հենց 2025-ին քաղաքական տեսանկյունից ավարտվեց Ադրբեջանի եւ Հայաստանի պատերազմը եւ մենք արդեն մի քանի ամիս է ապրում ենք խաղաղության պայմաններում։ Այս մասին Ալիևը հայտարարել է 3 տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։ Մենք սովորում ենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել, նշել է նա ու շեշտել, որ տնտեսական եւ տրանսպորտային տեսանկյունից պարտվողներ չեն լինի։ Հայաստանը միայն կշահի ու դուրս կգա ներկա փակուղային վիճակից։ Կբացվեն ճանապարհներ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև, նաև Թուրքիայի եւ Հայաստանի միջև։ Հայաստանը Նախիջևանի միջոցով կստանա մուտք դեպի Իրանի երկաթուղիներ, իսկ Ադրբեջանի միջոցով դեպի Ռուսաստանի երկաթուղիներ։ Այսինքն դա շահավետ է նաև Հայաստանի համար։ Այստեղ չպետք է լինի պարտվող կողմ։ Եթե ինչ-որ մեկն իրեն քաղաքական տեսանկյունից պարտվող է համարում, ապա ինչպես ասում են, դա իր խնդիրն է։ Սակայն եթե յուրաքանչյուրն այս հարցին նայի պրագմատիզմի տեսանկյունից, կկարողանա տեսնել իր համար օգտակար կողմերը, շեշտել է Ալիևը։ Իրանում ձերբակալվել է առնվազն 1203 քաղաքացի եւ զոհվել առնվազն 29 ցուցարար, հաղորդել է իրանական իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը։ 9-րդ օրը Իրանի բազմաթիվ քաղաքներում շարունակվում են բողոքի ցույցերը եւ գործադուլները։ Հավաքված եւ ստուգված տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ չնայած անվտանգ միջավայրին, իրավապահ եւ անվտանգության ուժերի ընդլայնված ներկայությանը, բողոքի ցույցերի աշխարհագրական շրջանակը չի նվազել։ Ընդհակառակը, բողոքի գործողությունների բազմազան ձևերը շարունակվում են ամբողջ երկրում։ Վերջին օրերին 27 նահանգի 88 քաղաքում առնվազն 257 վայրում բողոքի ցույցեր են տեղի ունեցել, գրել է իրավապաշտպան կազմակերպությունը։ Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ցույցեր սկսել են դոլարի նկատմամբ իրանական ռիալի աննախադեպ անկման ֆոնին։ Մի շարք իրանական պաշտոնյաներ արդեն հրաժարական են տվել։ ԱՄՆ պետդեպարտամենտն օտարալեզու X սոցիալական ցանցի էջերում մի քանի լեզուներով, այդ թվում ռուսերենով, հրապարակել է «Խաղեր մի խաղացեք» նախագահ Թրամփի հետ հաղորդագրությունը։ Նման գրառումներ հրապարակվել է նաև արաբերենով։ ԱՄՆ պետդեպարտամենտը նաև արևմտյան կիսագունդը հայտարարել է Վաշինգտոնի հետաքրքրության գոտի։ Սա մեր կիսագունդն է եւ նախագահ Թրամփը թույլ չի տա, որ մեր անվտանգությունը սպառնալիքի տակ դրվի, ասվում է պետդեպարտամենտի X-ի գրառման մեջ։ Քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության պետի պաշտոնը զբաղեցրած անձը 2010-ից 18 թվականներին չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, կատարել կեղծիք եւ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափի գույքը։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ նա կազմակերպել է Երևանի կենտրոնում գտնվող հողամասի ձևական աճուրդ վաճառքը, դրա վերաբերյալ կեղծ արձանագրություն կազմել, արդյունքում աճուրդին փաստացի չներկայացած մտերիմը ճանաչվել է հաղթող։ Ապա նույն հողամասի ընդլայնման ապօրինի գործընթաց է կազմակերպել, չարձանագրելով օտարվող հողամասում ինքնակամ կառույցի առկայությունը եւ չկազմակերպելով դրա օրինականացման գործընթացը, որի հետևանքով համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափի գույքային վնաս։ Այսպիսով օրինականացվել է ընդհանուր մոտ 140 միլիոն դրամի գույքը։ Մեղադրանք է ներկայացվել նրան, նաեւ այս հանցանքների կատարման օժանդակած 2 անձի, այդ թվում քաղաքապետարանի նախկին պաշտոնյայի որդուն։ 3-ի նկատմամբ խափանման միջոցը տնային կալանքն է, Հայաստանից բացակայելու արգելքն ու գրավը։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հակակոռուպցիոն դատարան։ Շարունակենք, կառավարությունը բիզնեսին կազատի հումքի եւ սարքավորումների մաքսազերծման վճարներից։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Facebook-յան տեսանյութում մանրամասներ է ներկայացրել կառավարության աջակցության ծրագրերից մեկի մաքսատուրքի արտոնության մասին։ Ուզում եմ խոսել կառավարության աջակցության ծրագրերից մեկի մասին, մաքսատուրքի արտոնության մասին։ Ինչ է այս ծրագիրը իրենից ներկայացնում։ Այն գործարանները, ներդրողները, որոնք որ կառավարության կողմից հայտարարված գերակա ոլորտներում ներդրումներ են իրականացնում եւ ներմուծում են հումք կամ սարքավորումներ երրորդ երկրներից, ոչ ԵԱՏՄ երկրներից, կառավարությունը նրանց ազատում է մաքսատուրքի վճարման պարտավորությունից։ Նախորդ տարվա ընթացքում այդպիսի 67 նախաձեռնություն աջակցություն է ստացել 3400
405 աշխատատեղ է ստեղծվել եւ ես ուզում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կտրամադրի այդ արտոնությունը ցանկացած գործարարի, ցանկացած ներդրողի, ով նախապես հայտարարված այդ ուրեմն գերակա ոլորտներում ներդրումներ կիրականացվի, ցանկացած առանց բացառության։ Նախորդ տարվա արդյունքների մասին կարճ նշեմ, որ 100 միլիոն 500 հազար դոլարի աջակցություն է տրամադրվել, այս գումարից 1 միլիոն 200 հազար դոլարը պետք է ուրեմն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մտներ եւ 99 միլիոն 300 հազար դոլարը ԵԱՏՄ երկրների բյուջեներ պետք է գնար, բայց մենք նախընտրել ենք, որպեսզի այս 100 միլիոն 500 հազարն էլ մնար Հայաստանի Հանրապետությունում, ստեղծվեն աշխատատեղեր, վճարվեն հարկեր, զարգանա Հայաստանի տնտեսությունը եւ հետեւաբար Հայաստանի Հանրապետությունը։ Հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը կնքվելու են բացառապես էլեկտրոնային։ Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունները ուժի մեջ են մտել տարեսկզբից։ Այս մասին հայտնել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության բաժնի պետը։ Ժորա Սարգսյանը մանրամասն ներկայացրել է տեսա ինչ խնդիրներ է լուծելու։ Գործատուներն ու աշխատողները այսուհետ կունենան պայմանագրի օրինակելի ձևով կազմված պայմանագիր, այսինքն այն խնդիրը, որը մենք բազմիցս արձանագրել ենք, որ պայմանագրերը չեն համապատասխանում օրենսդրությանը, ստացվում է, որ հնարավորինս չի լինելու, քանի որ մենք հարթակում նախատեսենք բոլոր պարտադիր լրացման ենթակա դաշտերը եւ անգամ շատ դաշտերի պարագայում ունենք հուշումներ, թե ինչպես այդ դաշտերը լրացվի, ինչը եւս բավականին կհեշտացնի գործընթացը։ Մյուս խնդիրը, որ կլուծվի, այն է, որ մենք հանդիպել ենք դեպքեր, երբ աշխատողները այդպես էլ իրենց աշխատանքային պայմանագրի օրինակը չեն ստացել կամ ստացել են ավելի ուշ, քան նախատեսված էր աշխատանքային օրենսդրությամբ։ Համակարգի ներդրման պարագայում այս խնդիրը եւս լուծվում է, որովհետեւ պայմանագիրը ստեղծում է on-line հարթակում, էլեկտրոնային թվային հարթակում, հետևաբար անմիջապես աշխատողը երբ կստորագրի, կտեսնի իր պայմանագիրը իր ESM սերտ պորտալ հարթակում, այսինքն այս խնդիրը եւս լուծվում է եւ երրորդ խնդիր, որը այսուհետ կարող է լուծվել, առանձնացնեմ, վերաբերում է տեսչական վերահսկողական մեխանիզմներին, որովհետեւ մենք կարողանալու ենք այդ երբ որ ստուգում կբացվի գործատուի մոտ աշխատանքային հարաբերությունների մասով, հնարավորություն կտրվի արդեն իսկ տեսնել միանգամից, թե ինչ պայմանագիր կա կողմերի միջև կնքված, այդ պայմանագրերը ինչ փոփոխություններ են կատարված եւ տվյալ պահին ինչ վիճակում է գտնվում իրենց հարաբերությունները, այսինքն այն իրականությունը, որ մենք որոշ դեպքերում ունեցել ենք, երբ որ ստուգումից առաջ հետին ամսաթվով համաձայնագրեր են պատրաստվել եւ դրանով փորձել են ցույց տան, որ խնդիր չկա, այս մասով եւս այլևս հնարավոր չի լինի նման բան իրականացնել։ Եվ նաեւ պետք է նշենք հետեւյալը, որ համակարգի ներդրմամբ մենք նաեւ կարող ենք փաստել, որ կլինի մեկ հնարավորություն նաև մեր աշխատողների կողմից, որ իրենք երբ որ իրենց պայմանագրեր, իրենց տարբեր տեղեր աշխատելու մասով ինֆորմացիա ուզենան ներկայացնեն որևիցե գործատուի, կկարողանան իրենց պայմանագրերը օրինակի համար տպեն եւ դա եւս ներկայացնեն, որովհետեւ սա համարվելու է որ պաշտոնական փաստաթուղթ, հետեւաբար կարող են նաև ներկայացնել դրանով իսկ փաստելով, որ իրենք այսքան տարիներ աշխատել են այսինչ գործատուի մոտ եւ ունեն այսքան տարիների ստաժ եւ այլն։ Սա եւս մեկ հնարավորություն է հավելյալ, որը կարող է օգտագործվել։ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան Ուկրաինայի հետ ստորագրել են մտադրությունների հուշագիր Ուկրաինայում զորքեր տեղակայելու մասին, եթե Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքվի։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ Հունվարի 6-ին Փարիզում կամեցողների կոալիցիայի երկրներից ղեկավարների եւ բարձրաստիճան պաշտոնյաների բանակցություններից հետո Սթարմերն ասել է, որ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան կստեղծեն ռազմական կենտրոններ Ուկրաինայում ապագա ներխուժումը կանխելու համար։ Իր հերթին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կարող են տեղակայվել հազարավոր զինծառայողներ։ Նա նաև նշել է, որ Ուկրաինայի դաշնակիցները զգալի առաջընթաց են գրանցել բանակցություններում։ Հանդիպման ժամանակ Ուկրաինայի դաշնակիցները նաև հիմնականում համաձայնել են Ուկրաինայի համար անվտանգության ամուր երաշխիքների շուրջ եւ առաջարկել են, որ ԱՄՆ-ն վերսկսի հրադադարի ռեժիմի մոնիթորինգը։ Միևնույն ժամանակ տարածքների հարցը դեռևս քննարկվում է։ Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է, որ Ուկրաինայում ցանկացած օտարերկրյա զորք կլինի օրինական թիրախ։ Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը 7-օրյա սուք է հայտարարել ԱՄՆ-ի կողմից պետության նախագահ Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու գործողության ժամանակ զոհվածների պատվին։
Ամերիկյան հատուկ գործողության ժամանակ ըստ ԱՄՆ պաշտոնյաների գնահատականների Վենեսուելայում զոհվել է շուրջ 75 մարդ։ Ավելի վաղ Կուբայի կառավարությունը հաղորդել էր, որ ԱՄՆ գործողության ժամանակ զոհվել է 32 կուբացի սպա։ Տեղեկություններ են հաղորդվել նաև ամերիկացի զինվորականների շրջանում մի քանի վիրավորի մասին։ Հիշեցնենք, հունվարի 3-ին ԱՄՆ-ն հատուկ գործողություն էր իրականացրել եւ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոին եւ նրա կնոջը Սիլիա Ֆլորեսին տեղափոխել ԱՄՆ։ Նրանց մեղադրելով թմրահաբեկչության, ԱՄՆ կոկաինի մատակարարման եւ զենքի հետ կապված դավադրության համար։ Նիկոլաս Մադուրոին եւ նրա կնոջը մեղադրանքները ներկայացվել են Նյու Յորքի դատարանում։ Նրանք հերքել են մեղադրանքները։ Դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 17-ին։ Ուրախ եմ հայտարարել, որ Վենեսուելայի ժամանակավոր իշխանությունները Միացյալ Նահանգներին կփոխանցեն 30-ից 50 միլիոն բարել բարձրորակ սանկցիաներով արգելված նավթ, գրել է Դոնալդ Թրամփը իր սոցիալական էջում։ Այս նավթը կվաճառվի շուկայական արժեքով եւ ես, որպես Միացյալ Նահանգների նախագահ, կվերահսկեմ, որպեսզի այս գումարն օգտագործվի Վենեսուելայի եւ Միացյալ Նահանգների ժողովրդի օգտին։ Ես հանձնարարել եմ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթին անհապաղ իրականացնել այս ծրագիրը, հավելել է Թրամփը։ Նա նշել է, որ նավթը կհասցվի ամերիկյան նավահանգիստներ։ Ավելի վաղ ABC News-ը հղումանելով իր աղբյուրներին հաղորդել է, որ ԱՄՆ իշխանությունները պահանջել են Վենեսուելայի գործող նախագահից խզել տնտեսական կապերը Ռուսաստանի, Իրանի, Կուբայի եւ Չինաստանի հետ։ Եվ այսպես Հայաստանի այդ առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման խորհրդի առաջին նիստը տեղի ունեցել վարչապետի կեցավայրում։ Լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե ինչ է քննարկվել նիստի ժամանակ, ինչ են պատրաստվում անել առաջիկայում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կաթողիկոսը չի պատրաստվում հեռանալ եւ արդյոք չունի մտահոգություն, որ իր ու թիմակիցների գործողություններին մի օր կարող է տրվել քրեաիրավական գնահատական։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանն ինստիտուցիոնալ պետություն է եւ եթե իր արարքներում կամ որևէ մեկի արարքներում քրեական պատասխանատվություն լինի, դա իր արձագանքն անպայման կստանա։ Եկեղեցու բարենորոգման հայտարարությունը բաց է նաև կաթողիկոսի համար, եթե ուզում է, կարող է միանալ, ասել է վարչապետը։ Փաշինյանը վստահեցրել է, որ իշխանության նպատակը եկեղեցու եւ ժողովրդի միասնությունը վերականգնելն է։ Նրա գնահատմամբ Սուրբ Ծննդյան ուխտերթը բազմամարդ է եղել։ Այնտեղ ներկա են եղել պաշտոնյաներ, քաղաքացիներ, զոհված ինձարայողների մայրեր, արտերկրից ժամանած մարդիկ։ Վարչապետը ես կարծում եմ, որ երկրի հանրային նշանակություն ունեցող հարցերին պետք է անդրադառնա։ Անկախ նրանից հիմա ես օրինակ վարչապետը ռիլ նկարելու եւ հրապարակելու իրավունք ունի, թե չունի։ Ինստիտուտների միջև եւ դրա համար եւ դրանով ես կամրջում եմ վարչապետի ինստիտուտը, կամրջում եմ քաղաքացու ինստիտուտի հետ, կամրջում եմ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդի ինստիտուտի հետ, կամրջում եմ նոր կտակարանի ինստիտուտի հետ եւ այլն եւ կամրջում եմ աղոթքի ինստիտուտի հետ, կամրջում եմ քաղաքացու ինստիտուտի հետ եւ այլն եւ այդպես շարունակ։ Ինչ վերաբերում է թե մենք ինչ ենք պատրաստվում անել, ասում եք, որ Կտրիչ Ներսյանը հեռանալու մտադրություն չունի, մենք պատրաստվում ենք այնպես անել, որ ինքը իր մտադրությունը փոխի։ Իսկ ոչ մեկ էլ հեռանալու մտադրություն չի ուներ, մետով է ասում, որ Սերժ Սարգսյանն էլ հեռանալու մտադրություն չուներ, բայց ստիպված էր հեռանալ։ Նույնն է Կտրիչ Ներսյանը ստիպված կլինի հեռանալ։ Բայց մենք դա էլ եմ ասում, ոնց որ արել ենք, դա մենք կանենք անցնցում քրիստոնեական հանդուրժողականությամբ եւ սիրով տոգորված։ Եվ այն դեպքերում դուք նկատել եք, այնտեղ որտեղ ես հետահայաց ինքնահայեցվել եմ եւ տեսել եմ, որ մենք այդ քրիստոնեական հանդուրժողականության եւ սիրո ուղուց շեղվել ենք, ես դրա համար հրապարակային ներողություն եմ խնդրել, պատասխանատվություն եմ կրել եւ այդ թվում արդեն բազմիցս Հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու խորանի առաջ ծնկի եմ գալիս եւ ներում եմ հայցում իմ մեղքերի համար։ Ինչ վերաբերում է քրեաիրավական գնահատականին, Հայաստանի Հանրապետությունը ինստիտուցիոնալ պետություն է եւ համոզված եղեք, եթե իմ արարքներում կամ որևէ մեկի արարքներում, ձեր արարքներում, մյուսի արարքներում լինեն քրեական պատասխանատվության կամ քրեական օրենսգրքի արձագանքի ենթակա արարքներ, դրանք իրենց արձագանքը անպայման կստանան։
Ուրեմն Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները գործում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։ Դուք խոսում եք օրենքից, որևէ օրենքում գրված չի, որ իրավապահ մարմինները տենց կա, որ չեն կարող մտնել կամ իրավապահ մարմինների մտնելու կարգ գոյություն չունի։ Այդ ամեն ինչը տեղի ունենում օրենքով սահմանված կարգով։ Եվ ինչ որևէ մեկ ուզում ասի, որ Հայաստանի Հանրապետությունում կա տարածք, որտեղ Հայաստանի Հանրապետության օրենքը չի գործում, ոչ, ես համաձայն չեմ այդ ձևակերպման հետ։ Հայաստանի Հանրապետությունում ամեն ինչ որոշում է քաղաքացին, վարչապետն է հայտարարել կառավարության նիստում անդրադառնալով տնտեսական զարգացմանը, շեշտել, որ ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական համակարգն է ժողովրդավար։ Արձագանքելով հայտարարություններին, թե այս կերպ կառավարությունը պատասխանատվությունը գցում է ժողովրդի վրա, Փաշինյանն ասել է, որ այսպես թե այնպես անհատն է ընտրում։ Սա վերաբերում է նաև երկրի զարգացման տեսլականին։ Քաղաքացին երբ ցանկանա կարող է հեղափոխություն անել, չկա մի ուժ, որը կկասեցնի դա։ Կառավարությունը չի միջամտել այնտեղ, որտեղ չպետք է միջամտեր, եւ մյուս կողմից կառավարությունը միջամտել է այնտեղ, որտեղ պետք է միջամտեր։ Ընդ որում չմիջամտելու դեպքերն են լայնորեն հայտնի, միջամտելու դեպքերն են լայնորեն հայտնի։ Այդ միջամտելու ամենահայտնի օրինակները կարող ենք բերել, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի օրինակը կարող ենք բերել, Հայաստանի էլեկտրական ցանցերի օրինակը կարող ենք բերել, եւ ես ուզում եմ կրկին ընդգծել, կառավարությունը չի միջամտել միջև այն եզրը, միջև որից հետո արդեն միջամտելը պարզապես կլիներ անգործություն եւ անպատասխանատվություն։ Հետևաբար այս ամեն ինչով մենք պետք է արձանագրենք, որ տնտեսական այս ցուցանիշները լրացուցիչ կերպով տնտեսական դիտանկյունից հիմնավորում են Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական երկիր լինելը, բայց մենք պետք է արձանագրենք նաև, թե ինչ է սա նշանակում քաղաքական առումով, տնտեսական առումով եւ սոցիալական առումով։ Իմ արձանագրումն այն է, որ այս բոլոր գործընթացների հիմքում ընկած է այն, եւ միևնույն ժամանակ այս բոլոր գործընթացների արդյունքը այն է, որ մարդը օբյեկտից վեր է ածվել սուբյեկտի։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ մարդը քաղաքացին ոչ թե ինչ որ ուրիշի պետք է սպասի, որ այդ ինչ որ ուրիշը ինչ որ բան անի, իսկ ինքը պետք է նայի այդ ինչ որ բան անողի ձեռքին կամ սպասի նրա կմահաճույքին, այլ առաջին հերթին ինքը պետք է անի այն գործողությունը կամ գործողությունները, որոնք անհրաժեշտ են իր ազատությունը, բարեկեցությունը, անվտանգությունն ու երջանկությունը ապահովելու համար։ Այսինքն մի բան աներկբայորեն ակնհայտ է։ Հայաստանի Հանրապետությունում ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ որոշում է մարդը, քաղաքացին։ Ադրբեջանից մի քանի հազար տոննա վառելիք է գալիս այս անգամ եւ պրեմիում կա եւ ռեգուլյար, ինչպես նաեւ դիզել ու էլի նախնական գնահատականներով պետք է գինը շուկայականից 80 դրամ էժան լինի։ Այս մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարարը, հավելելով, որ այս անգամ էլ նույն տնտեսվարողներն են, որոնք նախորդ անգամ էին։ Քաղաքացին ի վերջո 80, 100 կամ 60 դրամ ավելի էժան վառելիք կունենա, որն էլ բնականաբար ազդելու է ընդհանուր բարեկեցության ու մրցունակության վրա։ Հարցին որքան վառելիք է գալիս այս պահին Հայաստան Ադրբեջանից եւ որ ընկերություններն են գնել այդ վառելիքը, Պապոյանը պատասխանել է, որ մի քանի հազար տոննայի մասին է խոսքը։ Լավ լուր ունի էկոնոմիկայի նախարարը Գևորգ Պապոյանը Facebook-յան տեսաուղերձով հայտնել է, որ 636 քաղաքացի հետ կստանա 2025 թվականին էլեկտրոմոբիլի համար վճարված մաքսատուրքը։ Պետեկամուտների կոմիտեն մինչև հունվարի 10-ը կհրապարակի ցանկը։ 636 քաղաքացի, որոնք անցած տարի ներմուծել են էլեկտրական մեքենա եւ մաքսազերծել են, իրենց վճարած մի քանի միլիոն դրամ մաքսատուրքը պետությունից հետ կստանան։ Ինչպես է դա տեղի ունենալու։ Նախ հիշեցնեմ, որ անցած տարի մենք էլեկտրական մեքենաների քվոտաները բաշխել էինք հետևյալ կերպ։ 5000 հատը դա անհատներինն էր եւ ոչ դիլեր իրավաբանական անձանցը եւ 3000-ը դիլերներին է։
Եվ ահա դիլերները իրենց քվոտայից 636-ը չեն օգտագործել, եւ մենք այն տեղափոխել ենք դեպի անհատներ եւ իրավաբանական անձանց դաշտ, եւ այդ տրամաբանությամբ 5001-րդ քաղաքացին, ով մոտեցել է եւ քվոտան ավարտված է եղել եւ ինքը ստիպված վճարել է մաքսատուրք, ինքը հետ կստանա իր ուրեմն վճարած մաքսատուրքը եւ այդպես մինչեւ 5002, 5003 եւ 5636։ Ահա 636 քաղաքացի այս եղանակով կստանան իրենց կողմից վճարած միլիոնավոր դրամները։ Պաշտոնանկություններ, դատական համակարգում գլխավոր դատախազի հրամանով աշխատանքից ազատվել է դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության եւ հասարակական անվտանգության դեղմ ուղղված հանցագործությունների գործով վարչության պետի տեղակալ արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Բաղդասարյանը։ Աշխատանքից ազատվել է նաեւ Երևանի դատախազության ավագ դատախազ Արմեն Բեգլարյանը։ Ավելի քան 5 ամիսների գործունեության ընթացքում Հեցի ժամանակավոր կառավարիչը տիրապետում է ահռելի տեղեկության ու փաստերի։ Պետրոսյանը Facebook-յան էջում հաստատել է վարչապետի հայտարարությունը, որ Հայաստանում չկա գոնե մի ընտանիք, որից նախորդող շրջանում Հեցը փող չի գողացել։ Ավելին, Հեցի կառավարման նախորդ շրջանի բազմաթիվ խախտումների առերևույթ հանցակազմ պարունակող փաստերի հիմամբ այս պահին քննչական կոմիտեում եւ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված է մոտ 2 տասնյակ քրեական վարույթ։ Այդ փաստերի ու համակարգային խախտումների հիմքով էր նաև, որ նոյեմբերի 17-ին Հեցը զրկվեց բաշխման լիցենզիայից, ասել է Ռոմանոս Պետրոսյանը։ Հեցի նախկին ղեկավարի կանխատեսմամբ էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա առաջիկա ընտրություններում իշխանության հաղթանակի դեպքում։ Տրակտորների հետ հանդիպմանը հայտարարել է Դավիթ Ղազինյանը, նա հիշեցրել է, որ Տաշիր ընկերությունների խմբի նախագահ եւ հիմնադիր գործարար Սամվել Կարապետյանը 10 տարի չի բարձրացրել էլեկտրաէներգիայի սակագինը, խոստանալով դա չանել նույնքան ժամանակ։ Ղազինյանի խոսքով իշխանությունը պատրաստվում է հունիսի 7-ին նախատեսված ընտրություններին ու չի հետաքրքրվում, թե ինչ կլինի հունիսի 8-ից հետո։ Իր խոսքով չի ուզում չարախնդալ, բայց արդեն ասել է, որ Հայաստանի էլեկտրական ցանցերը դժվար ժամանակներ է ապրում։ Ղազինյանը շեշտել է, որ Հեցի համար պայքարը ֆինանսական չէ։ Սամվել Կարապետյանը մինչև վերջ պայքարելու է Հեցի համար, շատ լավ հասկանալով, թե ինչ է կատարվելու։ Հիմա հայտարարություն է հնչում, որ եթե մենք մայիսին, նախ ինչու մայիսին չգիտեմ, իրենց ասածով պետք է որ մայիսին չլներ, իրենք իշմեք ասում են շատ վաղուց էին նախատեսում սա, հետո Սամվել Կարապետյանը իմացավ, մտավ քաղաքականություն, այս ոչ նորմալ, ոչ տրամաբանական թեզն էին առաջ տանում, ասում են, եթե մենք մայիսից այս գործընթացը չսկսենք, 3 անգամ վատ կլներ։ Նախ այդ 3 անգամը ով է, հիմա ես էլ հակառակն եմ ասում, եթե վերցրած չլնեիք, 3 անգամ լավ կլիներ։ Այսինքն իմ կարծիքով սրանք քաղաքական հայտարարությունները ընդհանրապես ընտրազանգվածից հերթական անգամ կորուստ չունենալու համար։ Պարզից պարզ է։ Այն որ ես ասում եմ ու միշտ ասել եմ Սամվել Կարապետյանից ունեն վախ, բառից բուն իմաստով եմ ասում վախ, ոչ թե քաղաքական վախ, ընդհանրապես վախ։ Իրենք վախենում են Սամվել Կարապետյանի անձից։ Իրենք փորձել են բոլոր հնարավոր եւ անհնար ճանապարհներով մարդուն փչացնել, չի ստացվել, որովհետեւ շատերի դեպքում միգուցե ինչ որ չափով, չգիտեմ եւ այլն, Սամվել Կարապետյանի պարագայում ուղղակի չի ստացվել։ Ինչը բերում է վախի, ինչը բերում է, պատկերացնում եք, ասենք, եթե իրենք խնդիր չունենային կոնկրետ այս թեմայով, կառավարության իրենց թիմի ղեկավարը չէր մտնելու այս թեմայի մեջ, հավատացած եղեք։ Իրենք ամբողջ թիմով լծվում են այն ժամանակ ինչ որ մի process-ի կամ գործի, որտեղ իրենց արդեն պարտված են, իրենց զեկուցում են, չէ՞, վերջին հաշվով։ Համապատասխան կառույցներ ունեն, իրենց այսպես տարբերակներն ունեն ճշտելու ինֆորմացիան։ Իրենց զեկուցում են, որ չի աշխատում, Սամվել Կարապետյանի ռեյտինգը հակառակը բարձրանում է։ Հիմա ինչ պետք է անել այդ ժամանակ։ Սկսել արդեն մարտ առանց կանոնների։ Իմ նեմնին փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանը եւս 3 ամիս կմնա կալանքի տակ։ Դատավորի որոշումը հրապարակվելուց հետո Սամսոնյանն անժամկետ հացադուլ է հայտարարել։ Ավելի վաղ Վազգեն Սաղաթելյանի կալանքներ երկարաձգվել եւս 3 ամսով։ Հնարավոր է ստիպված լինենք ընտրություն կատարել Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու եւ ՆԱՏՕ-ին պահպանելու միջև։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ այս դիրքորոշումը հայտնել է The New York Times-ին տված հարցազրույցում։ Հրատարակության տվյալներով Թրամփը ուղղակիորեն չի պատասխանել այն հարցին, թե ինչն է իր համար ավելի կարևոր։ Այնուամենայնիվ նա ընդունել է, որ կարող է ընտրություն առաջանալ, ուրվագծելով իր դիրքորոշումը, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ըստ էության անօգուտ է առանց Միացյալ Նահանգների իր շարքերում։ Թրամփը բազմիցս հայտարարել է Գրենլանդիայի Միացյալ Նահանգներին միացնելու անհրաժեշտության մասին։ Իր առաջին ժամկետի ընթացքում նա առաջարկել էր գնել Գրենլանդիան, իսկ 2025 թվականի մարտին վստահություն էր հայտնել, որ այն կարող է անեքսիայի ենթարկվել, սպառնալով Դանիային առևտրային սակագներով, եթե նա հրաժարվի։ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը մերժում է այս պնդումները, ընդգծելով, որ կղզին թագավորության մաս է կազմում։ Գրենլանդիան համարվում է Դանիայի ինքնավար տարածքը։ 1951 թվականին Վաշինգտոնը եւ Կոպենհագենը ՆԱՏՕ-ի շրջանակներում իրենց պարտավորություններից բացի ստորագրել են Գրենլանդիայի պաշտպանության պայմանագիրը։ Դրա համաձայն Միացյալ Նահանգները պարտավորվում էր պաշտպանել կղզին հնարավոր ագրեսիայից։ Անկախ քաղաքական իրադրությունից Չինաստանը կշարունակի աջակցել Վենեսուելային ինքնիշխանության պաշտպանության եւ ազգային անվտանգության ապահովման հարցում։ Այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։ Դիվանագետը հավելել է, որ անկախ Վենեսուելայում քաղաքական իրավիճակից Չինաստանի պատրաստակամությունը խորացնելու համագործակցությունը տարբեր բնագավառներում եւ խթանելու երկկողմ զարգացումը կմնա անփոփոխ։ Հունվարի 3-ին ԱՄՆ-ն հատուկ գործողություններ իրականացրել եւ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոին եւ նրա կնոջը տեղափոխել էր ԱՄՆ, նրանց մեղադրելով թմրը ահաբեկչության, ԱՄՆ կոկաինի մատակարարման եւ զենքի հետ կապված դավադրության համար։ Նիկոլաս Մադուրոին եւ նրա կնոջ մեղադրանքները ներկայացվել են Նյու Յորքի դատարանում։ Դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 17-ին։ Վենեսուելայում ԱՄՆ հատուկ գործողության ընթացքում զոհվել էր 100 մարդ։ Իրանում հիպերինֆլյացիայի եւ իրանական ռիալի փոխարժեքի աննախադեպ անկման պատճառով սկսված բողոքի ցույցերը շարունակվում են արդեն 12 օր։ Ցուցարարները դուրս են եկել Թեհրանի եւ այլ խոշոր քաղաքների փողոցներ։ Նշվում է, որ ըստ նորվեգական կազմակերպության տվյալների զոհվել է առնվազն 45 ցուցարար, այդ թվում 8 անչափահաս։ Իրանական ԶԼՄ-ները ավելի վաղ հայտնել էին 21 զոհի մասին, որոնց շարքում կան նաև անվտանգության ուժերի ներկայացուցիչներ։ BBC-ն վկայակոչելով իրավապաշտպան կազմակերպություններին հաղորդում է, որ ցույցերը տարածվել են Իրանի բոլոր 31 նահանգների ավելի քան 100 քաղաքներում։ Ըստ այդ կազմակերպությունների տվյալների առնվազն 34 ցուցարար է զոհվել, այդ թվում 5 երեխա։ Բացի այդ զոհվել է նաև 8 իրավապահ։ 2270 ցուցարար ձերբակալվել է։ Ըստ բրիտանական կազմակերպություններից մեկի, Իրանի իշխանությունները գրեթե ամբողջովին արգելափակել են ինտերնետի հասանելիությունը։ Հունվարի 8-ին Իրանում ինտերնետ թրաֆիկը նվազել է 90%-ով։ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ջանք չեն խնայում օրենքի շրջանակներում ցուցարարների օրինական պահանջները բավարարելու համար։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։